Եղեգների ձորի մասին ավանդապատումը սկիզբ է առել 7-րդ դարում։ Երբ արաբները հարձակվեցին Վայոց ձորի վրա, բնակչությունը արտագաղթեց և ամայացած ու լքված տարածքներում առաջացան եղեգնուտներ։ Անցան տարիներ, մարդիկ վերադարձան և կրկին շենացրեցին հայրենի բնակավայրը։ Գունեղ սարերով շրջապատված քաղաքն այժմ կոչվում է Եղեգնաձոր։ Մենակ դուք տեսել եք վարդագույն սարեր։ Եղեգնաձորի կողքի սարերը մի ժամ կա, որ դառնում են վարդագույն։ Ու ես չգիտեմ, քանի հոգի են նկատում այդ։ Ու այդ երազանքի գույնը։ Վարդագույնը, բայց շատ սիրում դեղինել Եղեգնաձոր։ Շատ սիրում օրանժ, շատ սիրում կարմիր, շատ սիրում, ամեն ինչ շատ սիրում է Եղեգնաձորը։ Ես Եղեգնաձորը ոչ մի ուրիշ քաղաքի հետ չեմ փոխի։ Ես ուր գնում եմ, որտեղ էլ եմ, մեր ճկնաղ Հայաստանի, որ քաղաքում էլ եղել եմ, եւ նա Եղեգնաձորը ինձ կանչում է։ Միևնույնն է, ինձ համար Եղեգնաձորը ամենասիրուն քաղաքն է, ամենաջերմը ու ամենագունեղը։ 2010 թվականին կրթությամբ արևելագետ Արմինե Աղաջանյանը փոխեց մասնագիտությունը, վերադարձավ հայրենի քաղաք և որոշեց մանկության երազանքն իրականություն դարձնել։ Նրա հայրը շենքերի ու եկեղեցիների ճարտարապետ էր, իսկ ինքը դարձավ զգեստների դիզայներ և բացեց Մոշ կոչվող ստուդիան։ Մոշը փոքրիկ աղջիկ էր, ով ծնվել մեծացել է Եղեգնաձորում և իր հետ էլ հենց մեծացավ իր երազանքը, որը նվիրված է այլ կանանց և աղջիկների երազանքների իրականացնելու։ Մենք ունենք կարգախոս, աղջիկ ով երազում է, որովհետև բացի այն, որ այս ամեն ինչի իմ երազանքների, մանկության երազանքների իրականացումն էր, նաև դարձավ նպատակ այլ կանանց և աղջիկների երազանքները իրականացնել, որովհետև ցանկացած փոքրիկ աղջիկին օրիորդ երազում, պատկերացում ունի ինչ-որ կերպարի մասին, սկսած հագուստներից, վերջացրած ամենափոքրիկ դետալներով, և մեր նպատակը եղավ, մեր ստեղծագործական թիմի նպատակը եղավ առաքելություն որպես ցանկացած կնոջ և աղջկա, ով դիմում է մեզ, իր երազանքն էլ փորձել իրականություն դարձնել։ «1968 թվականին Վայոց ձորում հիմնադրվեց գավառագիտական, հետագայում երկրագիտական թանգարանը։ Այստեղ ամփոփված են տարածաշրջանի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված արժեքավոր գտածոներ։ Ես թանգարանում արդեն աշխատում եմ մոտ 20 տարի։ Իմ առաջին մուտքը թանգարանում երբ եղավ, առաջին անգամ ինձ էքսկուրսիա երբ անցկացրեցին, դա առաջին տպավորությունը, որ ես ստացել եմ, երբ թանգարանի դուռը հենց բացում ես, առաջին դիմացդ բացում է Խաչքարը։ Ու ինձ միանգամից մեր գիտաշխատողը ասեց՝ հիշի, մեր Խաչքարը ամբողջ Հայաստանի, Եղեգնաձորի և թանգարանի այցեքարտն է և զարդն է։ Պարտադիր իր մասին պատմությունը շատ լավ կսովորես, որպեսզի հյուրերին շատ լավ ներկայացնես։ Քանի որ Խաչքարը Մոմիկի ձեռակերտ ասեղնագործ Խաչքարն է։ Արման Վարդանյանը հայտնի է ոչ միայն որպես երգիչ կիթառահար, այլև կիթառ պատրաստող վարպետ։ Ինքնուս արվեստագետի պատրաստած կիթառները տարածվել են ամբողջ Հայաստանով մեկ։ Ես 2011 թվականին է եղել, իմ առաջի երգը, որ ես գրել եմ։ Այդ ժամանակ ես տարբեր կիթառներ էի փորձում գնել, բայց կիթառի ձայնը իմ
իմ սրտովը չէր։ Մեր արդեն 2013-14 թվականին որոշեցի ինքս գիտար պատրաստել։ Գրքեր էի վարպետների տարբեր Իսպանիայից, հիմնականում Գերմանիայից ուղարկում էին ինձ իմ ընկերները, ես թարգմանում էի ու այդպես փորձում հասկանալով գիտար պատրաստել, որովհետև իրականում գիտարը հետո ես հասկացա ոչ թե գիտար պատրաստել, այլ գիտարը ծնունդ է, պետք է փայտին հոգի տաս։ Ուղղակի չի, որ ես գիտար եմ պատրաստում, այլ ես անշունչ փայտին ձայն եմ տալի, հոգի եմ տալի։ Ինչով է տարբերվում վարպետի գործիքը առհասարակ գործարանային գործիքներից։ Հենց տարբերությունը դրանումն է, որ վարպետը ինչ-որ իրանից իր հոգուց մի մասնիկը ներդնում է տվյալ գործիքին ու ստանում է հոգով ավելի մարդու հոգուն մոտ գործիք, այսինքն ամեն մի գիտարահար ինքը ընտրում է իր ձայնը։ Իննսունականների մութ ու ցուրտ տարիներին եւս մի արվեստագետ վերադարձավ հայրենի քաղաք։ Նրան անվանում են Արտյոմ Երկաթ Ղազարյան։ Այս կեղծանունը պատահական չէ։ Գրեթե ամեն օր նա նկարում է, երբեմն էլ կռիվ տալիս անհամատեղելի թվացող նյութերի հետ։ Դու ոչ թե կռիվ ես տալի, մարդու ամենամեծ իմաստը, որ մնացած կենդաններից տարբերում է արարելն է, մարդ արարած, արարող, ու դու ուզում ես ինչ-որ նորություն արարես, ամենակարևորը ոչ մեկ արարած չմի, դու քեզնից անես, ու այդ արարման պրոցեսին դու երկաթը կոշտ նյութ է, բայց ինքը շատ լավն է, ինքը ենթարկվող է։ Երկաթով ու քարով ենթարկվում ուզում ես մի հատ կերպար ստանաս։ Դու պայքարում ես, ինքը ենթարկվում է, վերջում գալիս է դառնում է մի հատ բան, որ ինքը անկապ քար էր մնալու, ինքը դրվում է տան մի հատ կարևոր հատվածում կամ ինչ-որ մի հավաքածուի մեջ, որտեղ ինքը ստացավ կերպար։ Զարմանալի ձևի ես ունեմ ավանակի կերպարներ, ունեմ քարով ու երկաթով միքս է, էլի ձևի, ամենաշատ գրեթե բոլոր այդ ավանակ, բոլոր ազգի ներկայացնող, բոլոր ճաշակի, բոլոր խելքի, բոլոր այդ ավանակից առնում են։ Մի պահ ես չէի հասցնում, բայց եթե մի մարդուն տաս երկաթի կտորներ ու քար, ինքը չի կարող ավանակ սարքի, ասենք սովորական մարդը։ Եղեգնաձորյան այս երգչախմբի պատմությունը սկիզբ է առել անկախության համար երկրի պայքարի և հոգևոր վերազարթոնքի տարիներից։ Մարո Սիմոնյանի մանկությունը լի էր Կոմիտասի, Սայաթ-Նովայի մեղեդիներով։ Հետո նա ընտրեց դաշնակահարի մասնագիտությունը և միշտ երազում էր Եղեգնաձորում երգչախումբ ստեղծել։ Ի վերջո ինքնուս խմբավարը կյանքի կոչեց իր վաղեմի երազանքը։ Մենք պետք է ինքներս կրենք, մենք չպիտի բավարարվենք միայն նրանով, որ հեռուստացույցից կամ ռադիոից լսենք այդ երաժշտությունը։ Եվ 88 թիվներ, երբ որ այդ դասերից հետո մենք գնում ենք հրապարակ ու ասում ենք, ձեռքներս բարձրացնում ենք եւ այլն։ Ու Եղեգնաձորն էլ էր ապրում դրանով։ Ու գիտեք, այդ ժամանակ շատ խորհուրդ էր մարդկանց, որ երգեին հոգևոր երգեր, օրինակ հայրները երգեին սուրճ երգչախմբով, այսինքն ինչ-որ մի վախ էլ կար, էլի, բայց ինչ եկեղեցական երգեր էին։ Երբ որ ձեռքս բարձրացրեցի ու պետքա այդ երգչախումբը, իմ նոր հավաքած մեծերի երգչախումբը պիտի ակորդ երգեր, ես դոմի սոլ էին նվագում, տարարա,
ու երբ որ երգեց այդ երգչուհին, ես լսեցի այդ մարդկային ձայների ներդաշնակությունը, ես հուզվեցի, անկեղծ եմ ասում։ Ես չէի պատկերացնում, ես ճիշտ այնքսի մեջ ասեցի, ես արեցի այդ մարդիկ մաքուր երգեցին, ստացվեց այդ ակորդը առաջինը, որ ես կարողացա։ Ու այդ տեսեք մարդկային ձայնի, որ անմիջապես հոգուց է գալիս, այդ անփոխարինելի մի գույն։ Հայրենի բնաշխարհի գույներով է աչքի ընկնում այս նկարչի ներկապնակը։ 67-ամյա Հայկ Շահբազյանը նկարելիս տեղական մանրացրած քարի եւ ներկի խառնուրդ է գործածում։ Նա իր արվեստը գույների բժշկություն է համարում, որն օգնում է մարդկանց ազատել միտքն ու հոգին, զատել կարևորն անկարևորից եւ իմաստավորել կյանքը։ Վայոց ձորի քարակերտ բնաշխարհը դարեր շարունակ ոգեշնչել է հազարավոր արվեստագետների։ Շուրջ 1000 տարի առաջ այստեղ ստեղծվեցին մոմիկի ասեղնագործ խաչքարերը, որոնց զարդանախշերը ոգեշնչում են ժամանակակից արվեստագետներին։ Նորավանքը 13-րդ դարի վանական համալիր է, որտեղ մոմիկը մի քանի հրաշալի խաչքարերի հեղինակ է, որոնցից մեկը ինձ համար շատ յուրահատուկ դարձավ, որովհետև դրա վրա առկա էր ծաղկամոտիվ, որը խորհրդանշում է պտղաբերություն եւ հավերժություն։ Հենց այդ զարդանախշն էր, որ հանդիսացավ իմ հետագա հաջողությունների պատճառը, որովհետև ես սկսեցի ուսումնասիրել այդ զարդանախշը, հարստացնել եւ այն կիրառել մեր հագուստների, պայուսակների, ձեռագործ շարֆերի եւ աքսեսուարների վրա։ Այսպիսով գնորդը ոչ թե գնում էր զգեստ, որի վրա ուղղակի հայկական զարդանախշ է, այլ գնում էր պատմություն, որտեղ ես ներկայացնում էի այն արժեքը, որը նրանք կրելու էր։ Ինքս մասնակցել եմ տարբեր միջազգային ծրագրերի, եղել եմ տարբեր ծրագրերում որպես հաղթող եւ այդ ծրագրերի շնորհիվ էլ ծանոթացել եմ տարբեր համաշխարհային աստղերի հետ, որոնցից նաև հատկանշական է Քիմ Քարդաշյանը, ով սիրով կրում է նաև Մոշի մոմիկ հավաքածուից թիկնոց։ Ձեռակերտ խաչքարերից զատ Եղեգնաձորում հպարտանում են նաև հնագիտական գտածոներով։ Քաղաքի երկրագիտական թանգարանում մեկտեղված ցուցանմուշների մեջ ուշադրություն է գրավում ժպտացող արջը։ Եղեգնաձորը այնպիսի մի քաղաք է, այսպես ասեմ, այստեղ եկող յուրաքանչյուր հյուր, կոնկրետ չեմ ասում թանգարան հայցելով հյուր, հենց Եղեգնաձոր եկող հյուր, միանգամից սիրահարվում է Եղեգնաձորին ինչի համար։ Մենք միշտ աշակերտների հետ հատկապես էքսկուրսիան անցկացնելուց հետո հարցումներ ենք անում, շատ հետաքրքիր մի ծրագիր կար, որ իրենք թերթիկներ ունեին, որ վերջում նկարում էին նրանարական, որ իրենց շատ դուր էր եկել։ Երեխաներին շատ դուր է գալիս մեր օրորոցը, որովհետև իրանց համար ինչ-որ բացահայտում է այդ օրորոցը։ Մեր արջուկը, որ ծիսանոթ է, արչակերպ, գտնվել է Արենիից, Կարասային թաղումից, մենք իրեն ասում ենք ժպտացող արջուկ։ Նմանատիպ արջուկ էլի ծիսանոթ կա Հայաստանի պատմության թանգարանում, բայց բոլորը մեր արջուկին սիրում են հենց իր սիրուն մռութիկի համար,
Մենք նրան էլ ենք ներկայացնում որպես այցեկար թանգարանի եւ շատ տեղերում հանդես են գալիս հենց արջուկի նկարով։ Այսօր Եղեգնաձորում բնակվող Արտյոմ Երկաթխազարյանը հայրական տանը ստեղծել է արվեստանոց, որ նման է ինքնատիպ թանգարանի։ Այստեղ այցելուները ծանոթանում են եղեգնաձորյան գույներին, պատմություններին եւ այն միջավայրին, որ մինչև օրս ոգեշնչում է արվեստագետին։ Պատկանում եմ արվեստագետներից եմ, որ իմպրովիզների ավելի շատ պահի ազդեցության տակ անում։ Ու հատուկ չեմ որոշում շատ ժամանակ։ Կա որ ծրագիրը այս պետք է անեմ, բայց շատ ժամանակ ես չեմ որոշում ինչ եմ անելու։ Ուղղակի սկսում եմ ստեղծագործել։ Ինչ որ անում ես, բնական այդ ազդեցությունը կա, դու չես հիշում, որ այս ժարերը, այս գույները, չգիտեմ ինչ քո վրա ազդում է, բայց այդ ազդեցությունը քո մեջ արդեն նստած կա։ Կարևորն է դու այդ միջավայրի մեջ ես։ Դու ոչ թե իրան որ քեզ ինքն է քեզ ստիպես գործը անես։ Իրա գոյությունն է քեզ նպաստում, որ դու այս ձևի աշխատես, այս մարդը լինես ու այս ձևի գործեր անես։ Բայց դու որ հատուկ իրա քաղաքը ինչ է։ Շենքերը, ճարտարապետությունն է, այսքան է։ Ինքը իրանով ստեղծագործություն չի ներկայացնում, բայց ինքը ստեղծում այն աուրան, այն միջավայրը, որտեղ դու աշխատում ես։ Դրա համար ասենք շատ մեծ ուրեմն նկարիչներ, քանդակագործներ ձգտում էին այլ երկրներից դեպի Փարիզ։ Փարիզում այդ ստեղծագործելու աուրան կար։ Արմինե Աղաջանյանի ստուդիայում ավանդականն ու նորարարականը միաձուլվում են հնարամիտ դիզայներական լուծումներով։ Այստեղ սովորական վրձնահարվածներով կտորի վրա հավերժանում են հայկական զարդանախշերը, որոնք աշխարհին ներկայացնում են Եղեգնաձորի պատմությունը։ Տարիների ընթացքում մենք սկսեցինք ստեղծագործել եւ մեզ դիմում էին շատ աղջիկներ, օրիորդներ, կանայք, որովհետեւ մեր ստուդիայում կա այսպիսի մի օրենք, որ մենք չենք ասում, որ ուզում ենք մասնագետ, ով ունի աշխատանքային փորձ։ Մենք ինքներս լինում ենք այդ փորձի աղբյուրը եւ մեզ մոտ տարիների ընթացքում կուտակվեց արտադրական թափոն, որը որ պետք է ունենար իր հստակ տեղը եւ դերը մեր ստուդիայում, այսպիսով ծնվեցին մեր տիկնիկների գաղափարը։ Նրանց էլ պետք է օրիգինալ դարձնեինք, ուստի օգնության եկան մեզ պինգ-պոնգի գնդակները, որոնք դարձան մեր հրեշտակների, տիկնիկների գլուխները։ Յուրահատկությունը դա է, բայց ինքը ունի նաև կարգախոս, էլի երազանքի մասով է, որովհետև այդ հրեշտակները ուղղակի տիկնիկներ չեն, իրենք պետք է գնորդին կամ պատրաստողին անընդհատ հիշեցնեն իրենց երազանքի մասին։ Ունեցել ենք բազմաթիվ զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր ծայրերից, ովքեր մեծ հիացմունքով պատրաստել են հրեշտակը եւ իրենց հետ տարել են մի կտոր Հայաստանից ինչ-որ փոքրիկ նմուշ։ Աշխարհին, արևելուսին, դաժե տալիս ու ժպտում աշխարհին, լույսի շողերով, լույսով պարուրում, մի փոքրիկ քաղաքի, փակ փողոցում,
Արման Վարդանյանի արվեստանոցում շուրջ 80 աշակերտ կա, թե հարակից գյուղերից, թե Եղեգնաձորից, գրեթե ամեն օր են հաճախում։ Նրանք ոչ միայն սովորում են դասական կիթառ նվագել, այլև երգում են Եղեգնաձորի, սիրո ու հայրենիքի մասին։ Իմ ոգևորությունը հենց ի սկզբանե կա, ցանկացած երեխու հետ աշխատելուց ես արդեն ապրում եմ այդ ոգևորությունը, որովհետև էլի ինձնից ինչ-որ մի մասնիկ փորձում եմ դնել տվյալ երեխու կամ առհասարակ աշակերտներից որևիցե մեկի մեջ։ Ինձ թվում է հենց ի սկզբանե որ գալիս է աշակերտը, ինքը ոչինչ չի հասկանում, չէ՞, ասեն գիտարից սկսած բռնելուց, վերջը նվագելուց, ես ինքս եմ մշակել մի ուսուցման հետաքրքիր մի հատ մեթոդ, որը որ ճիշտ աշխատում է։ Իրանց երեխեքի մեջ ավելի շատ ոգևորություն է առաջանում, սկսած հենց այդ ոչ դպրոցական սեղանիկներից, հա, մենք անմիջական շփվում ենք, երեխեքի հետ մենք հիմնականում ընկերական ավելի շատ մթնոլորտ եմ ստեղծում, փորձում եմ տալ այն ինչը որ իմ մեջ կա, ինչը որ ես ուզում եմ տվյալ երեխան իմանա։ Ես երևի թե տենց տոկոսայինով որ ասեմ 99%-անոց արդյունք եմ ստացել, չկա երեխեքից մեկը, որ մինչև ինքը շարունակի պարապել ու չնվագի, չերգի։ Այսօր Եղեգնաձորում Եղեգնուտ գրեթե չկա, պահպանվել է միայն Եղեգների ձոր, Եղեգնաձոր անվանումը։ Քաղաքը զարգանում է։ Մեր օրերի Եղեգնաձորը գրավում է մարդկային ջերմ պատմություններով, քաղաքային անկյուններով և միշտ տարբերվող բնաշխարհով։ Որքան ժամանակ է անցել այն պահից, հիշում ես արդյոք դու իմ սիրելի, ինչպես ենք հայրում փողոցով